Հայաստանի հարավային դարպասը համարվող Սյունիքի մարզում ենք, որտեղ ընթանում են միջպետական, միջհամայնքային, հանրապետական նշանակության մի շարք ճանապարհների կառուցման, նորոգման, ինչպես նաև հիմնանորոգման աշխատանքներ։ Այդ նպատակով հատկացվել են մի քանի միլիարդ գերազանցող դրամական միջոցներ։ Սա հյուսիս-հարավ ավտոմայրուղու ներդրումային ծրագրի 4-րդ տրանշի Քաջարան-Ագարակ հատվածում կառուցվող թունելի տեղամասն է։ Արդեն կառուցված հատվածին ծանոթանալու համար լրագրողների ուղեկցությամբ մարզ էին այցելել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները։ Թունել այցելության ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներին ուղեկցում էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Նախորդ այցից հետո գործընկերները տպավորիչ առաջ են գնացել։ Շատ. میگه از آخرین دیدار من واقعا پیشرفت تاثیرگذاری داشتید. شکر. Այն ինչ ասում էիք, էդ էլ արեցիք։ و یعنی همون حرفی که زدید همون حرف رو هم انجام دید. Այս բարնամը ջրուտերը։ ասում են ծրագիրից առաջ են իրենք։ Շատ լավ։ Բեսիար արագ։ Ակնկալում ենք 700 մետրանոց թունելն էլ արագ լի ամիսի 90 մետր փորելով առաջ գնա։ ما انتظارمون اینه که تونل بعدی رو هم با سرعت ماهی 90 متر بتونید پیش برید. وعده میدیم همین. من հենց հիմա խոսք եք տալիս։ Ծրագրի իրականացումն ընթանում է ըստ ժամանակացույցի։ 320 մետր երկարությամբ այս թունելի 95%-ի աշխատանքներն ավարտվել են, հավաստիացնում է ծրագիրն իրականացնող Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը։ مراحل مربوط به اجرای کارهای تونلی و قسمت‌هایی که مربوط به آسفالت هست Եվ تونلی եւ ասֆալտի աշխատանքների հետ طبق կապված گرافیک زمانبندی داریم پیش میریم و فکر می‌کنیم մենք առաջ ենք գնում այս ժամանակացույցի եւ կարծում ենք شاید بعضی قسمت‌ها رو حتی زودتر از گرافیک زمانبندی ارائه شده հնարավոր تمام է որ کنیم. շատ մասեր կարողանանք նաեւ ժամանակացույցից ավելի շուտ վերջացնել։ Առաջին թունելի մոտ 95%-ի աշխատանք է վերջացել է եւ երկրորդ թունելի երկարությունը 700 մետր է, որ մայիս ամսվա կեսերին արդեն աշխատանքները կսկսվեն։ Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Կարեն Բադալյանի խոսքով Շինարարական աշխատանքները սկսվել են անցյալ տարի այս ժամանակ մայիսին զուտ աշխատանքները, այսինքն ինչ որ դուք այսօր տեսնում եք, դա կատարված է մի տարվա մեջ։ Հյուսիսարավ ճանապարհը դա մեծ ամբիցիոզ պրոյեկտ է, որը որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է իրականացնել։ Սա հատվածներից մեկն է, ամենահարավային հատվածն է։ Նրան շարունակող հատվածը 32 կիլոմետր լինելու է Քաջարանի տունելը, 7.2 կիլոմետր երկարությամբ, որը իր երկարությամբ բլնելու է դեռ որ ամենաերկարը Հայաստանում։ Մրցույթը հայտարարված արդեն շինարարական աշխատանքների, մրցույթի հայտերի ներկայացման հուլիսի 22-ն է այս տարվա, եւ մենք հույս ունենք մինչեւ տարվա վերջ արդեն ունել Կապալառու, որ մյուս տարվանից արդեն սկսենք աշխատանքները։ Քաջարանի թունելի շինարարությունը 6 տարի է։ Հարավը Հայաստանի 400։ Քանի տարի աշխատանքներ ընթանում են։ Աշխատանքները առաջի տրանշով սկսվել են 2012 թվականին, եթե չեմ սխալվում։ Տրանշ 2-ով տրանշ 3-ով աշխատանքները այս տարի են ավարտվում եւ զուգահեռ գնաց արդեն հարավային հատվածը։ Ագարակ Քաջարան 32 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2027 թվականին։ Ծրագիրը ներառում է 5 նոր տրանսպորտային հանգույցների, 6 նոր վերգետնյա անցումների, մոտ 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունելների եւ 17 նոր կամուրջների կառուցում։ Որակի տեխնիկական հսկողությունն իրականացնում է խորվաթական, հեղինակային հսկողությունն էլ ստանձնել են իտալական ընկերությունները։ Ագարակ Քաջարան 32 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը ստորագրվել է 2023 թվականի հոկտեմբերի 23-ին։ Կառուցապատումից հետո նշված ճանապարհահատվածը կհամապատասխանի միջազգային առաջադեմ չափանիշներին, ինչպես ճանապարհային անվտանգության, այնպես էլ հարմարավետության եւ ճանապարհորդության ժամանակի կրճատման առումով։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական զարգացման բանկի վարկային եւ Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորման միջոցների հաշվին։ Ծրագրի ընդհանուր արժեքն է 214.4 միլիոն ԱՄՆ դոլար։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։